Ձեզ շատ կարճ ներկայացնեմ ֆիլմը, ուրեմն մենք հետազոտություն որպես այցելություն գնացել ենք Սյունիք, շատերին թվում է, որ երբ խոսում են բնապահպանությունից, այդ խնդիրներից, իրանք շատ բան գիտեն, տեղյակ են, մենք էլ ենք կարծում, որ մենք էլ շատ բան գիտենք, տեղյակ ենք, երբ որ այցելեցինք, աչքով տեսանք այդ ամեն ինչը, ագամայից ծնվեց այդ միտքը, որ պետք է այս ամեն ինչը նկարահանվի, թեև մենք պատրաստ չէինք եւ սարքավորումներով եւ ամեն ինչով, որ այսինքն այդ նկարահանումը ավելի ճիշտ պրոֆեսիոնալ որակի առի, բայց ինչ կա այդ պետք է նկարահանվել, որ հասցվի ժողովրդին այդ կենդանի պատկերը, այնինչ կատարվում է Սյունիքում, որովհետեւ իրականում այդպես է, այսինքն այնինչ որ դու աչքով ես տեսնում, դա շատ տարբեր է, քան այնինչ որ դու գիտես կամ լսել ես, ինչը ոչ անբարահանք եւ այլն եւ այլն, երբ որ դու հայտնում ես այդ տարածքում, լրիվ այլ զգացմունք է, այլ բան է։ Բառացի 5 օր մնացինք մենք Սյունիքում, մեզ շատ կարևոր փաստ պիտի նշեմ, որը մի քանի անգամ անդրադարձել ենք դրա մասին, լիքը մարդիկ, ովքեր ապրում են Սյունիքում, տաքս ու վարորդներ օրինակ, մեզ անվճար քշել են, որտեղ պետք է, որովհետև իրանք հասկացել են, որ մենք ուզում ենք իրանց ցավացնող հարցը հանրայնացնել։ Քաջարանում մարդիկ մեզ իրանց տանը պահեցին, կերակրեցին, տաք, որ մենք էլի իրանց խնդիրը հանրայնացնենք։ Այսինքն սա գտի խոսում է այդ փաստի մասին, որ Սյունիքի ժողովրդի աղետի, ցավի մասին ոչ մեկ չի բարձրացնում։ Ամեն դեպքում ստացվեց այս դեսանյութը, որը հիմա արդեն այսօր համացանցում է տեղադրված։ Կարճ անդրադառնամ նյութը առաջի անգամ, երբ որ մենք Մոսկվայի տանը հանրային ցուցադրություն կազմակերպեցինք, դրանից հետո ամիջապես գնացինք Ամերիկա, հրավեր կար Ամերիկայում այդ ֆիլմի ցուցադրվելու դրա մասին անդրադառնա իմ գործընկերը, բայց ես անդրադառնում եմ ձեր ասած արգելքների մասին, երբ որ վերադարձանք Ամերիկայից, մեր գլխավոր թիրախը, կոպիտ ասած, երիտասարդությունն է եւ իրազեկել ժողովրդին այս խնդիրները։ Առաջ ցուցադրությունը տեղի ունեցավ Տադերական ինստիտուտում, որը բավականին լուրջ արձագանք առաջացրեց երիտասարդների մոտ, դահլիճը մոտ 250 հոգի կար մարդ, արդեն 20-30 հոգի շատ ակտիվ, որը լուրջ թիվ է այդ համեմատականի մեջ եթե անցկացնենք, ուզում էին դուրս գալ ցույց անել, բայց ինչ է կատարվում մեր հայրենիքի հետ, եւ դրանից հետո մենք ունեինք մի շարք պայմանավորվածություններ եւ պետական համալսարանի 3 տարբեր ֆակուլտետերում, Սլավոնական համալսարանում, որ մեզ խոստացել էին պետք է ցույց տրվի, Կառավարման ակադեմիայում, Սինոպսիսում, մի խոսքով բոլորը անհայտ պատճառներով իրանց ասած արգելվեց։ Դա նաև փոխկապակցված է մի ժամանակահատվածում, որ առ հերոստանգերության նյութն էին տեղադրել, որ վերևից այսինքն իրանց կոչած զանգել էին կառավարությունից, ասել էին այդ նյութը պետք է հանդի համացանցից, այսինքն հիմնատիպ այս խնդիրը չեն ուզում մարդկանց իրազեկվի եւ մարդկանց հասնի։ Ես հասկանամ խոսքը կավարտեմ, փոխանցեմ իմ գործընկերների խոսքը։ Հաշվի առնելով, որ Երնյան նշեց, որոշակի տեղեկատվական շրջափակում կա նաև Հայաստանում եւ հաշվի առնելով, որ խնդիրների մասշտաբները շատ մեծ են, մենք նաև գիտակցում ենք, որ սա ամբողջ հայության ներուժի համախմբման կարիք ունի։ Սա ոչ միայն հայաստանաբնակ հայերի խնդիր է, սա բոլորիս հայրենիքն է եւ այն ինչ ներկայացվում է ֆիլմում, ամեն մի հայ պիտի հասկանա, որ դա նաև իր հայրենիքի մի մասն է։ Եվ լուծումներ մենք պիտի գտնենք միասին։ Դրա համար հայ համայնքի կողմից հրավեր ստանալով մենք որոշեցինք, որ պետք է օգտագործենք այդ հնարավորությունը եւ գնանք եւ այս հարցերը տանենք մեզ հետ նաեւ Հայաստանից դուրս։ Բնապահպանական խնդիրների մասին խոսենք նաեւ Հայաստանի սահմաններից դուրս։ Ֆիլմի ցուցադրություններ Ամերիկայում նույնպես եղան, Նյու Յորքում, Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում։ Շատ հուզական եւ շատ անհանգստացող արձագանքներ ստացանք, նաեւ մեր հայրենակիցներից դրսում։ Եղանք բուհերում, որը շատ կարեւոր էր մեզ համար, Լոս Անջելեսի, Բերքլի, Իրվայնի, Գլենդելի համայնքային քոլեջի, եղանք ավագ եւ միջին դպրոցներում մի քանի մոտ 4, Էսկիջյան թանգարանում, բոլոր այս հանդիպումների ընթացքում ոչ միայն ֆիլմի ցուցադրություններ եղան, նաեւ եղավ հարց ու պատասխան քննարկում, մենք փորձեցինք հասկանալ ինչքանով են տեղյակ մեր հայրենակիցները այս խնդիրների մասին, լսեցինք իրենց հարցերը, փորձեցինք նաեւ պատասխաններ տալ։ Իհարկե հայ համայնքի եւ ընդհանրապես աշխարհում ապրող հայության
ներգրավվածությունը այս հարցերում եւ օժանդակությունը շատ կարեւոր է։ Բայց էլի մեխը մնում է Հայաստանը եւ մեխը մնում է Հայաստանում ապրող երիտասարդությունը եւ ճիշտ է մենք ներկայացնում ենք Հայաստանի պատկերը, կոչ ենք անում ոտքի կանգնելու եւ պայքարելու, բայց ամեն դեպքում նույնիսկ եթե որևէ մեկը դրսից կամ չգա եւ չկանգնի, մենք միևնույնն է շարունակելու ենք պայքարը։ Ամեն դեպքում տեղեկացնում ենք, իրազեկում ենք եւ կոչ ենք անում զգալու, որ այս քո հայրենիքն է։ Եվ վաղը եթե Հայաստանը չլինի, դու էլ ոչ մեկ ես արդեն Հայաստանից դուրս։ Սա բոլորիս տունն է։ Հիմնական անհանգստություններից հետաքրքիր է հայերի այն էր, որ իսկ ինչ են անում պետական մարմինները։ Միթե նրանք չգիտեն, թե ինչ է կատարվում։ Պետական մարմինների հետ մեր այսքան ժամանակվա շփումների, ստացած արձագանքների մասին երևի Լևոնը կանրադառնա, որպեսզի նաև այդ պատկերը ստանանք, թե ի վերջո այո, մենք շատ անգամներ փորձել ենք համագործակցել, խնդիրները լուծել նաև պետական պաշտոնյաների հետ համագործակցության միջոցով, բայց մինչև այսօր ունենք խնդիրներ։ Ուրեմն փաստորեն այդ 5 օրյա այցը եւ դրանից հետո նաեւ վերլուծությունը ամեն ինչ որ մենք կարողացանք նյութեր հավաքել եւ նաեւ մասնագիտական վերլուծություն կատարել, որը մեր հետ է նաեւ Հակոբ Սանասարյանն է, Հայաստանի կանաչների միության նախագահ, որը նույնպես մասնագիտական իր վերլուծությունները անում եւ նույնպես հոդվածներ է տպել դրանից հետո ընդհանուր վերլուծություն անելուց ուրեմն մենք երբ որ այդ արդյունքները տարբեր տեսակի առաջարկներով կամ փաստերով ներկայացրեցինք համապատասխան պետական մարմիններին, մի անգամ եւս այդ հարցի պատասխանը բացվեց, որ իրականում կամ ցանկություն չկա, ըստ էության ցանկություն չկա ինչ որ գործողություններ անել, կամ ցանկություն կա, բայց շատ այնքան խորն է թաքնված, որ ինքը չի արտահայտվում ոչ մի ձև։ Ուրեմն ակնհայտ փաստերը, որ մենք ներկայացրեցինք, թե ինչ օրնախախտումներ է կատարվում, ինչ, ասենք շրջակա միջավայրի վրա ինչ վնասներ է ազդեցություն է թողնում, ինչ աղտոտում է կատարվում եւ դրանք ուղղակի ըստ էության նրանք անտեսվեցին այդ հարցերը ու դուրս է գալիս որ այս մի տարին որ մենք այդ հարցով հիմնականում զբաղվեցինք մեկ անգամ եւս մեզ ստիպեց գալ եզրակացության որ շատ լուրջ համակարգային փոփոխությունների կարիք ունենք այս ոլորտում եւ մնացած բոլոր ոլորտներում նույնպես բայց քանի որ համակարգը ինքը չի ուզում փոխվի փաստը է ցույց տալիս մենք էլ չենք կարող ներդրվել համակարգի մեջ որպեսզի փոխենք համակարգը ներսից սա էլ անհնար է փաստորեն դա մնում է մի տարբերակ որ պետք է հստակ քայլեր արդեն մշակել հստակ գործողություններ հստակ գործունեության ինչ-որ ուղղություններ որոնք բերեն ինչ-որ արդյունքների կոնկրետ դրա համար օգտագործենք եւ տեղի բնակչության եւ սփյուռքի եղած ներուժը Առաջի քայլը դա իրազեկումն է, ինչպես ընկերները նշեցին իմ ընկերները, ես էլ կրկնեմ, առաջինը իրազեկումն է։ Իրազեկումից հետո մենք հիմա հասնում ենք երկրորդ փուլն, այսինքն ինչ ենք մենք առաջարկում։ Առաջարկները ըստ էության ֆիլմում կան լարջ ներկայացված առաջարկները, բայց հիմա պետք է մենք կոնկրետ քայլերով արդեն ներկայացնենք այն առաջարկները, այն գործողությունները, որ կարելի է անել այդ իրավիճակից դուրս գալու համար։ Իսկ այն իրավիճակը իսկապես աղետալի է, դա բարձ կտեսնեք տեսաֆիլմում եւ ուղղակի եթե ցանկություն ունեցողները ուսումնասիրեն ամեն ինչը այն ամեն ինչ կատարվում այսօր Սյունիքում հանգստավորության ոլորտում նույնպես ամեն ինչ բարձ կլինի, այսինքն վերահսկողության բացակայություն ընդհանրապես, ուրեմն հանգստավորող ձեռնարկությունները ինչ ձև ուզում են, ոնց ուզում են, ինչ ծավալներ ուզում են շահագործում են, առանց նույնիսկ թույլատվություն ունենալու այդ գործողությունները կատարելու Կան նախագծեր, որոնք իրագործվում են առանց ընդհանրապես նախագիծ ունենալու, ոչ հաստատված, ոչ էլ փորձակնություն անցած։ Ուղղակի իրանք անում են այդ գործողությունը, որովհետև հանգստավորությունը փաստորեն ինքը ըստ էության գտնվում է օրենքից դուրս։ Բնականաբար ոչ մեկը չէ մտածում ոչ շրջակա միջավայրին հասցված վնասի վերականգնման, ոչ մարդկանց առողջության հասցված վնասի վերականգնման մասին։ Այսինքն մենք ունենք լուրջ այնտեղ խնդիրներ, որոնք վերականգնման այսօր պահանջ ունեն, հա, աղտոտված հողեր, աղտոտված ջրեր, աղտոտված գետեր, աղտոտված մթնոլորտ, որոնք պետք է պահպանվի եւ պետք է արդեն աղտոտվածները վերականգնվի, բայց ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ։ Ու ոչ մի հեռանկարային ինչ-որ պլան կամ գործունեության մեխանիզմներ չկա, թե ոնց է այդ արվելու, ով է այդ անելու վերջում։ Ու վերջացնեմ խոսքս, նաեւ շատ կարևոր հարց, որոնք այդ ֆիլմում բարձրացվում է, նաեւ ես ուղղակի կրկնեմ Հանգստավորությունը ըստ էության այսօր
համարվելով առաջատար ճյուղերից մեկը Հայաստանի Հանրապետության, այն իմաստով ինքը շարժիչն է, այսպես ասած, կառավարության հռչակած ծրագրի մեջ, ինքը այն նպատակի, որ պետք է ծառայի իրականում, այսինքն Հայաստանի զարգացմանը, ինքը չի նպաստում, որովհետև նախ հարկային մուտքերը դրանից շատ քիչ են, քանի որ հարկային համակարգը այնպես է մշակված, որ ցանկացած հանքավայր շահագործվի եւ հիմնական եկամուտը ոչ թե գնա պետությանը, որ դրանք հիմնականում մասնավոր են, այլ գնա որոշակի մասնավոր օֆշորային եւ այլ կազմակերպությունների գրպանը։ Չկա ուրեմն այն հարկային համակարգը, որը կստիպի, որ մեր պետությանը շահ բերի այդ գործողությունը, առանց այդ գործողությունը, նույնիսկ եթե մենք վնասում ենք շրջակա միջավայրին։ Իսկ ինչ վերաբերում է այն շրջակա միջավայրը վնասելու, վտանգելու կամ արտանետումների համար վճարվող հարկերին, դրանք էլ այնքան փոքր ուրեմն դրույքաչափեր ունեն, որ էլի խնդիր չկա, ուզում ենք որոշակի այդ հարկերը կամ վնասելու համար տուգանքները եւ նույնիսկ շարունակում ենք այդ գործողությունը կատարել։ Այսինքն մենք չենք տեսնում այն հերանեկարային պլանը, թե 10 տարի, 20 տարի, 30 տարի հետո ինչ է լինելու Հայաստանում Սյունիքի հետ եւ մյուս տարածաշրջանների հետ Հայաստանի։ Իսկ Սյունիքում ինչ կլինի շատ պարզ մի պատկեր, որ եթե 40 հանքը, որ 11-ը արդեն շահագործում են մետաղական եւ մնացածն էլ միասին 40 հանքը, եթե իրանք շահագործվեն, մենք ունենանք մի տարածք, որը պիտանի չի լինի ուղղակի ապրելու համար եւ կսկսվի արդեն ոչ թե սովորական արտագաղթ, այլ կսկսվի էկո արտագաղթ։ Այսինքն մարդը ստիպված կարտագաղթի, որտեղ ինքը ապրելու միջավայր չի ունենա։ Այս է ամբողջ խնդիրը, որը պետքա տեսնել եւ ինչ-որ լուծումներ գտնել դրա համար, որին մենք պետքա արդեն երբ հաջորդ տարվա սկզբից արդեն մենք պետքա մնացած գործերը արդեն դնենք մի կողմ եւ զբաղվենք կոնկրետ այդ գործերով։ Շատ լավ։ Ես քանի որ ցավոք սրտի դուք չունեք իշխանությունների հետ, կառավարության հետ որևէ երկխոսություն, որպեսզի երկխոսության մեջ, քննարկման մեջ ինչ-որ մեղադրանքներ լինեն, դուք պատասխանեք եւ այդ քննարկումից դուրս գա ճշմարտությունը, ես փորձեմ ինձ մի փոքր ուրեմն մտածելով այսպես իշխանությունների տեսակետից, փորձեմ դες որոշակի մեղադրանքներ տալ, որը կարծում եմ, որ եթե չեն էլ բարձրացնվում, ապա ունեք պոլիսներում խոսում են։ Այ մեր բնակապահպանները իրենք չկան մարդիկ են, մի փոքրիկ թերություն են տեսնում, այդ թերությունը բարձրացնում են չիրեմ ինչ աստիճանի, փոխանակ օգնել մեզ լուծենք այդ թերությունը։ Այդպես է թե ոչ։ Նայեք, ես ոնց որ մեր ընկերը Ռոմանը անդրադարձավ դրան, որ դուք նշեցիք ցավոք սրտի չունենք երկխոսության եզրեր, իրականում ունենք շատ բարը փորձ երկխոսության։ Երբ որ ամեն անգամ գնում ես իրանց դրան առաջ, հայտնում ես մի մեծ հսկա պատի, որ գլուխը տալիս ես այդ պատին, մենակ գլուխը է ջարդվում։ Դրա վար օրինակը Գեղին էր, չէ՞, ու լիքը տենց օրինակներ կարող ենք ասել։ Այսինքն դու ինչ ասում ես, իրանք հիմնավորում են, իրանք չեն լսում։ Իրանք ունեն իրանք կարծիքը եւ վերջ։ Ոնց որ տենց է, դու ինչքան ուզես հիմնավորի, դրա համար մենք միշտ ասել ենք, փորձելուց փորձ ունենք, բարը փորձ ունենք։ Դրա համար համագարկից դուրս է այսօր։ Ելքը համագարկից դուրս է հաստատ։ Եվ այնուամենայնիվ, դուք ներկայացնում եք թերությունները Սա թերություն չի, դներեք էլի մեր դաշտումներ բարերի, թերություն չի, սա աղետ է, սա մահացու վտանգ է, սա կաղցքեր է Հայաստանի համար, սա ուղղակի այդպես մի հատ խնդիր չէ, մի խողովակ, որ ջուր է թողնում, լավ կարելի է սարքել այս խնդիրը, սա համակարգային մոտեցում է քո երկրին, այսինքն իրանք որոշել են, ես դրա մասին եմ խոսում, ուզում եմ հենց դա դուք հիմնավորեք, որովհետև ձեզ ըստ երևույթին ընդդիմանում են կամ ընդդիմախոսում են Ինձ է, ոչ ասելով այդ տիպի բաներ, որ հա, այստեղ թերություն կա, բայց այս թերությունը կարելի է ուղղել կամ այս գոստերը կամ այս նորմերը պահպանված են։ Շատ լավ, հիմա վթար է եղել ու մեկ չի լինում, մի բան ինչ-որ մի բան դուրս արտանետում է եղել, հիմա մենք վերացնում ենք, բայց չէ որ մենք անում ենք նաև սա, այսինքն ես փորձում եմ այն դիրքերից մոտենալ հարցին, որ պիտի որդեգրել է մեր իշխանություն։ Ինչու է որդեգրել մեր իշխանությունը։ Կարծում եմ Լևոնը ճիշտ ներկայացրել իհարկե, որ դա ըստ երևույթին այնտեղ կա շահեր, որում օրենսդրական մշակումներն էլ այնպիսին են, որից Հայաստանի Հանրապետությունը չի օգտվում իր ընդրեքը հանելով եւ տունավորելով շրջապատի միջավայրը։ Շատ լավ։ Իսկ ո՞րն է ձեր մոտեցումը, որը դուք ասում եք դրսից համակարգային եւ այլն։ Ինչ եք դուք պատրաստվում անել։ Երիտասարդությանը իրազեկեցիք, երիտասարդությունը դուրս եկավ, սկսեց ցույցեր անել, ֆլեշմոբեր անել, պահանջել, որպեսզի փոխվի։ Օրենսդրական փոփոխություններ։
Ինչն է խնդիրը, ոնց եք տեսնում այս հարցի լուծումը։ Եթե նկատել եք, ես մի հարց էլ վերջացնեմ, գուցե դուք այդպես չեք մտածում, բայց ես մտածում եմ այսպես, իրոք այդպես եմ մտածում։ Շատ հաճախ նման հարցերը գալիս են իշխանափոխության խնդրի անգում, որ այլ երբ չկա պիտի իշխանափոխության, բայց իմ խորին համոզմամբ, եթե համակարգի մեջ փոփոխություն չլինի, իշխանափոխությունը ոչինչ չի տա։ Մեկ մարդկանց շահերը, որոնք որ հիմա սպասարկում են այդ օրենքները, կփոխարինի այլ մարդկանց շահերով, եւ խնդիրը կմնա նույնը։ Այսինքն այստեղ խնդիրը իշխանափոխությանը չի կարելի ասել, այլ այս իշխանությունները չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ, մենք կփոխենք իշխանությունը, նրանք ավելի հասկացող մարդիկ կգա։ Հասկացող մարդիկ չեն գալու։ Կան նույն տիպի շահեր ունեցող մարդիկ։ Ինչ կարելի անել այս իրավիճակում ըստ ձեզ։ Ես ուրեմն այն առաջի հարցի վերաբերյալ բանը, դուք նկատել եք, մենք վերջերս էլ ակցիաներ չենք անում, ոչ էլ ինչ-որ գործողություններ ենք անում, որովհետև ըստ էության մենք հասկացանք, որ դրան ժամանակն էլ է անցել արդեն։ Պետք է աշխատանք կատարել, ռեալ աշխատանք, այն իմաստով այդ էլ աշխատանք, շատ լուրջ աշխատանք է, բայց այդ արդեն ինչ-որ արդյունքների չի բերում փաստորեն, ձեր ասած ակցիաները եւ այլն։ Ու մի բան էլ ասեմ, որ դուք ասում եք այն առաջի հարցը, որ բնապահպանները այս ինչ հարցը բարձրացնում են, մենք նույնիսկ ուրեմն ես ունեմ մոտավորապես մի 6 տարբեր հարց, որոնք չենք էլ բարձրացնում։ Այսինքն չենք էլ դիմում նրանց, որ ասում են, գիտեք, այս ինչ բանը խախտել եք, այս ինչ բան է, արդեն էլ չենք դիմում, որովհետև այս եթե հետաքրքրության հարցը մարդը պետք է նստի կարտա, ինչ ենք մենք դիմում, ինչ պատասխան ենք ստանում, այսինքն ինքը ուղղակի օրինակ բերեմ, որ մի քիչ ավելի ակնառու ունի ամեն ինչ ձեր համար։ Մենք իրեն դիմում ենք, որ կա այս ինչ պոչամբարը, որը գործում է։ Այդ պոչամբարը անցել է, ուրեմն ունի փորձակցություն անցել է, ունի նախագիծ եւ ունի ստացած եզրակացություն։ Ես պատասխանում եմ, ոչ, ինքը այս 3 տարի գործում է, բայց ինքը նախագիծ չունի, շրջանառ համակարգը չի աշխատում, տեխնիկական պատճառով այս 3 տարի է։ Ու այդ պոչամբարը ջուրը ուղղակի լցնում է գեղի գետը։ Ու վերջ, բայց մենք ոչ ոք չենք անում այդ ուղղությամբ։ Այսինքն 3 տարի ամեն ինչը իրանք գիտեն կամ չգիտեն, հաս չմենք դիմեցիք նոր իմացան, բազավոր չունի։ Հա։ Բայց ոչ մի բան, բայց ոչ մի մենք չենք անում, այսինքն մենք իրենք չենք ասել ինչ որ բան արեք։ Mēs եկեք իրանք ինչ որ բան կանեն, այսինքն գոնե կդիմեն այդ կազմակերպությանը, որը շահագործում է թանկվով։ Ինչի՞ դեր անցկացնում փորձակնություն։ Այդ շրջանառը համակարգը որ չի գործում, որ դու այդպես ես ներկայացրել, ունեցել ես այդ թույլատվությունը։ Ինչի՞ չի գործում այս 3 տարի։ Բայց սարքի թող գործի։ Կամ այդ թունավը հետո մսմա գերի գետը, որ մնացել է մի հատ քիչ թե շատ մաքուր գետը, իր վերի հոսանքներում Սյունիքի մարզում, այսինքն լսում է ուղղակի գերի գետը։ Նորմալ է։ Եվ ոչ ոք չեն անում, մենք էլ չդիմեցինք, որտեղ մենք հասկացանք, որ անիմաստ է։ Այսինքն, եթե ցանկությունը այդ կամքը չկա այդ անելու, մենք արդեն ասում ստեղ 5 գործ կա դիմելու, մենք չենք դիմել արդեն։ Ուղղակի էլ չենք դիմել, որտեղ հասկացանք, որ ուրիշ ճանապարհով պետք է գնալ։ Ուրիշ ճանապարհը մենք պատկերացնում ենք այս ձև ուրեմն։ Էլ եմ ասում, առաջինը պետք է մնաս իրազեկված ժողովուրդ, առաջինը։ Իրազեկված ժողովուրդ, որ ինքը եւ իրավագիտակից լինի եւ էկոգիտակից լինի ժողովուրդը, դա առաջինն է։ Երկրորդը մենք պետք է մասնագիտական ներուժ հավաքելով այդ ամեն ինչը այն մակարդակի բերենք, որ այնպիսի հաստերով արդեն ներկայացնենք, որ իրանք այսպես ասած ոնց որ հիմա ամեն ինչից ոնց անում խույս են տալիս ամեն ինչ, ցած կողքից անցնում են ամեն ինչ դու ներկայացնում ես։ Ուսանք չկարողան այդ ամեն ինչի դուրս գալ, որովհետև դրանք կան ուշ խնդիրներ կա։ Առողջապահական խնդրի մասին չեմ ասում, որ ընդհանրապես ոչ մեկը չի հետազոտել ընդհանրապես։ Այսինքն մենք կոնկրետ դրանով սկսել ենք զբաղվել։ Կան մարդիկ, կան ցանկացողներ, որոնք իրենց կամավոր ներուժը կներդնեն այդ գործում, մնում է իրանց համակարգել եւ անցնել առաջ այդ գործերը անել այդ ամեն ինչը։ Իսկ ընդհանուր համակարգափոխությունը մենք ոչ իշխանափոխության համար ենք եկել այստեղ, ոչ խոսում ենք, դրա մասին չի խոսքը։ Խոսքը նրա մասն է, որ ես զբաղվում եմ գործով, դուք զբաղվեք ձեր գործով, կառավարությունն կամ ղեկավարը զբաղվեն իրենց գործով, բոլորը նորմալ համակարգում ապրեն։ Այսօր այդ ձև չի, եկեք հասկանանք։ Այսօր իրականում այդ ձև չի։ Ինչի այդ ձև չի, որովհետև համակարգը սխալ ուղղությամբ է, սխալ մեխանիզմով է աշխատում։ Հիմա ներսից հետո չենք կարող փոխել ձեր նման, մենք այդ կա ձեր ասածի նման, մենք էլ ենք արդեն համոզվել, որ շատ բարդ է դա անել։ Կան ինչ-որ մարդիկ միջին օղակներում կարող է, որոնք որ հնարավորություն, որոնք որ ցանկություն ունեն այդ անելու, բայց իրանք չեն կարող այդ փոփոխությունները անել, որովհետև փոփոխությունը շատ ցավալի է լինելու, որովհետև այս
Այստեղ խոսում են լուրջ գումարների մասին։ Ես մի թիվ ասեմ ու հետո ամանալ երկու բան կասի։ Ես մի երկու թիվ ասեմ ուղղակի։ 2010 թվականի տվյալներով, երբ որ Զանգեզուրի պոնզանմոլիբդենային կոմբինատի վերջի եղած փաստերը, որ դրված էր քրոնոմետրի կայքում, իրանք վաճառել են մոտավորապես $900 միլիոն խտանյութ 2010 թվականի ընթացքում։ Հա, ուրեմն դրանից պետբյուջե մուծվել է պետբյուջե հարկերի տեսակում մուծվել է մոտավորապես ուրեմն $75 միլիոն, այսինքն մոտավորապես 8%։ Ուր է գնացել մնացած 92%։ Այդ հարցը որ օդում երկար ժամանակ կմնա։ Ուր է գնացել մնացած 92%, հասկանալ մի մասը ծախսեր ա եղել, պարզ այսքան էլ հասկանում ենք 10%, 20% ծախս ա կատարել 30%, մնացած ուր է գնացել։ Ինչու մեր մոտ, ասենք, հարկաշնորհող ձեռնարկությունը վճարում այնպիսի հարկեր, ինչպես է սովորական տնտեսվարող սուբյեկտը։ Ինչի է այս հարկերն ունեն, բացի մնացած բնապահպանական եւ բանջած, որոնք էլի շատ փոքր տոկոսներով են։ Ինչի ասենք չի մուծում 50-60%, ինքը շահագործում է մեր եւ մեր սերունդների հարստությունը, չէ՞։ Ինչի ոչ մի բնապահպանական մոնիտորինգ չի կատարվում Սյունիքում։ Կարող բացատրեք։ Ոչ մի անկասնական ընկերություն, ոչ մի բնապահպանական հետազոտություն չի կատարել առ այսօր Սյունիքում։ Մեր հետազոտությունը կատարելու է ակադեմիայի կողմից տարբեր տեղերից փող ճարելու միջոցով։ Ինչու՞։ Ուր է համակարգը։ Ինչու ինքը չի ստուգում այդ մարդկանց ուսումնասիրություն անել, ու միջոցներ ձեռնարկել այդ վնասը մեղմացնելու, վնասը կանխելու, արդեն եղած վնասը վերացնելու համար։ Չկա այդ ամեն ինչը։ Բայց այդ փողերը սաղազը լավ գիտենք ուր են գնում։ Իսկ մենք մի հանքեր ենք բացում, չգիտեմ ինչ ենք անում, ստերից ինձ փող ենք մուրում, վարկեր ենք վերցնում, 4.5 միլիարդ պարտք ենք կուտակում, երբ որ այդ փողերը չգիտենք ուր գնում։ Այդ է հարցը։ Ներողություն շատ միամիտ մի հատ հարց տամ։ Հանքարդյունաբերության այդ եկամուտներից, եթե ինչ-որ մի մաս ուղղվի նույն էկոլոգիական խնդիրների լուծմանը, կարելի է ասել, որ մենք կունենանք նորմալ ապրելու համար պիտանի, նորմալ բնություն ունեցող համակարգ։ Թե այնուամենայնիվ հանքարդյունաբերությունը դա նշանակում է վնաս բնության։ Ամեն դեպքում հանքարդյունաբերությունը նշանակում է վնաս մեր շրջակա միջավայրին, բայց նույնիսկ եթե հիմա սկսենք գումարներ ուղղել պետբյուջե, արդյունք չպետք է որ ստանանք, որովհետև մենք չունենք այդ ռազմավարական պլանը։ Մենք նույնիսկ չենք որոշել, թե քանի հանք կարող է ունենալ Հայաստանը։ Մենք ուղղակի հանքերը բացում ենք։ Մենք ունենք թիվ ամբողջ հանքարդյունաբերության մեջ եկամուտի 95%-ը մոտավորապես ապահովում են դեռևս սովետական տարիներից շահագործվող ամենամեծ հանքերը։ Մնացած 5%-ը Հայաստանում այսօր մոտավորապես 400 հանքավայր կա շահագործվող, որոնցից մոտ 25-ը մետաղական են, մնացածը ապահովում են 5%-ը։ Եվ գալիս ենք ձեր հարցին, համակարգին եւ այլն, սա ընդհանրապես բիզնես պրոյեկտ է, շատ մասնավոր մի քանի ընտանիքների եւ մարդկանց համար, եւ այս բիզնես նախագծի մեջ մտածել ինչ-որ լուրջ ռազմավարական երկարաժամկետ լուծումների մասին, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեմ տեսնում այդ լուծումները։ Ուրիշ հարց է, եթե ես անձամբ չեմ տեսնում, իրենցից որևէ սպասելիք չունեմ, որտեղ տեսնում եմ, որ սա ընդհանրապես բիզնես նախագիծ է, պետություն ունենալը ընդհանրապես իրենց համար բիզնես նախագիծ է։ Ուրիշ հարց է, որ մենք ոչ միայն մեր թերությունները եւ այսօրվա Հայաստանում կատարվող աղետը չենք տեսնում, մենք նույնիսկ մեր Հայաստանի լավը չգիտենք, մենք նույնիսկ մեր բնությունը չգիտենք, մենք նույնիսկ չգիտենք այն հանուն ինչի պիտի սիրենք մենք Հայաստանը ու հանուն ինչի պիտի պայքարենք։ Մենք ֆիլմը կառուցեցինք մեր մի քանի հերոսների, առանցքային հերոսների շուրջ, պատգամների շուրջ։ Կոմիտասն է, Նժդեհն է, Մոնթեն է, Մաթևոսյանն է, ֆիլմը նայելուց կտեսնեք։ Իրենց շուրջ ենք կառուցել, ցույց տալու համար, թե որտեղից մենք պիտի սնվենք, այդ որտեղից պիտի ստանանք այդ ուժը, այդ պատգամները, որ պայքարենք, որ դուրս գանք պայքարի։ Այդ դուք ասում եք իշխանափոխությամբ չի լուծվի, իհարկե չի լուծվի։ Եթե մենք գանք առանց այս մեծերի պատգամները ունենալու, առանց Կոմիտասի, Մոնթեի ու Նժդեհի եւ փորձենք էլի ղեկ վերցնել ինչ-որ բան անել, հաստատ Հայաստանը այս վիճակից դուրս չի գալու։ Մեզ պետք է գիտակցության փոփոխություն, մեզ պետք է ընդհանրապես հաղորդակից դառնալ մեր ակունքներին, մեր արժեքներին ու հասկանալ ընդհանրապես ինչու պիտի պայքարենք մենք Հայաստանի համար։
Էս է հարցը։ Հասկանալի է, բայց ինձ մոտ մի հատ հարց է ծագեց, ուզում եմ տամ այդ հարցը, շատ լավ եք ասում, բիզնես նախագիծ եւ այլն, այդ շատ լավ հնչում է, բայց այդ դեպքում ես հասկանում եմ, որ գոնե, եթե իշխանության ղեկը ունեցող մի քանի ընտանիքներ կամ ինչ-որ նույնիսկ կուսակցություն փորձում է այդ ճանապարհով իր բիզնես խնդիրները լուծել, ապա տրամաբանական է, որ մեր ուրեմն խորհրդարանում պետք է լիներ գոնե փոքրիկ, բայց մի հատ ընդդիմադիր, այսպես կուսակցություն կամ կուսակցությունների խումբ, որոնց այս խնդիրները, որոնք դուք բարձրացնում եք, իրենց առանցքային ընդդիմադիր խնդիրները պիտի լինեն եւ միայն ուղղակի ձայների քանակը պիտի չթույլ տա, որպեսզի իրանք այս նախագծերը անցկացնեն եւ թույլ չտան, որպեսզի ասեն հանքարդյունաբերությունը անվերջ այսպես հանքեր արտադրի։ Կա այդպիսի աջակցություն եւ եթե կա ովքեր են ինչպես է, եթե չկա, ինչու չկա։ Նորից վերադարձնում եք խոսակցություն դեպի կառավարություն, դեպի ազգային ժողով, հասկանալով կրկին այդ փաստը, որը դա տուպիկ է, դա համակարգ է, որը նայեք, տեսեք, ոչինչ թող չլինի, բայց թող փորձը լինի Այնտեղ փորձ եղել է, բայց որովհետև հանրապետականները մեծամասնությունն են, իսկ հանրապետականները դուք գիտեք, դա ոհմակների ձևով են աշխատում։ Մեծերը ուտում են առաջի փայը, հետո շակալները, հետո փոքրամասնությունը, այսինքն բոլորը ուտում են նույն տեղը, բոլորն են սնվում։ Այն որ ասում են ընտանեկան բիզնես, նայեք Սուրիկ Խաչատրյանը լիսկան, վերջերս հարցազրույց հետևել ասում է ես մարզպետ եղած ժամանակս ունեի հանքեր։ Ես շարունակում եմ, այսօր մարզպետ չեմ, բայց շարունակում եմ իմ բիզնեսը, ես իմ հանքերի դերն եմ։ Մարդը հանքեր ունի, մարդը բիզնեսմեն է, մարդը հանքերի ասում Հայաստանում է, Վատան Այվազյանը, իր դողով հետ մի քանի հանքեր։ Հասկանու եք, սա մի քանի ինչ բանի մասին է խոսքը, ազգային ժողովում, որ կոճակ սխմեն, ասեն մենք դեմ ենք։ Չկա տենց բան, հանրապետականները մեծամասնությունն են, համակարգը այդպես է ստեղծվել, գրկվում եմ, շատ սիրուն է, շատ բնության նման է։ Արուձը գալիս է առաջի գործը ուտում են, վերևինները ուտում են ամենամեծ պայը, մեն ասած տապտուկները շակալներն են ուտում, ամենավերջները անգորները գալիս կրծում են։ Եվ այդպես վերջում ոսկորել չունում։ Այդպես Հայաստանը կվերանա, այդ փոս կդառնա վերջում եւ կվերջանա ամեն ինչ։ Դրա համար ոնց որ դուք քիչ ասացիք, եթե երիտասարդները փողոց դուրս կան, այդ եթեից իրանք շատ են վախենում, ասեմ ձեզ։ Այդ արգելքները դրա համար է արվում, որ երիտասարդները դուրս չգան, երիտասարդները չիրազեկնեն։ Եվ վստահեցնում եմ ձեզ, երբ որ մենք ասում ենք համակարգային փոփոխություն, այսօրվա գիտակից իրազեկ երիտասարդը, որը աշխարհին ուրիշ հայացքով է նայում, եթե ինքը իրազեկվի, լուրջ, չլսելով մեզ, չլսելով իշխաններին, ինքը իրազեկ դիտեսնի, որ պես է Հայաստանի փոփոխ, ինքը այստեղ լուծումներ գտնի։ Դրա մասին մի բան չկասկածեք։ Եվ հենց այդ է համակարգային փոփոխությունը, երբ որ այս գիշադիչներին հանում ես եւ գալիս են առողջ մարդիկ, ոնց որ նշեց, գալիս են մարդիկ, որոնք իրենց մեջ ունեն տեսակ, ունեն Նժդեհի տեսակը, Մոնտեի տեսակը, որոնք շատ հստակ մատնացույց են արել, թե դու որպես բնիկ ժողովուրդ իր հողի վրա ոնց կարաս ապրես։ Ես գուցե չեմ կարողանում իմ հարցի տրամաբանությունը ձեզ հավատալ, բայց ուզում եմ հասկանալ հետևյալ, այդ տեսեք, ես տեսել եմ 88 թիվ, դուք երիտասարդ եք չեք տեսել 88 թիվ։ Չեմ ուզում անուններ տամ, բայց երբ որ մեր մոտ միտինգներ են, որում այդ ձեր ասած գիտակից երիտասարդությունը եւ ոչ միայն երիտասարդությունը օպերայի հրապարակում էր, այնտեղ մեզ հրամցնում են այսպիսի գաղափարներ եւ մենք շատ մեծ ողջունությամբ վերցնում ենք այդ գաղափարները, որ գիտեք ինչ կա, հայրիկը պետք է փակել, որ դա էկոլոգիական աղետ է, որ ասենք նույն ատոմակայանը պետք է փակել եւ ընդհանուր գնացի ինչեր դրա, որովհետեւ դա մատուցում է եւ մենք պետք է մեր ջերմուկով եւ բանով կարող ենք ամբողջ հանրապետությունը պահել։ Ես հիմա չեմ ասում այդ ինչ տնտեսական սխալ հաշվարկներն են, ես ընդհանրապես ուզում եմ մի բան ասել, որ եթե երբ որ դուք ասում եք երիտասարդների ցույցերի կամ որոշակի համակարգային փոփոխությունների մասին, պետք է նաև լինի այդ փաստաթղթի վրա, թե ինչ պետք է անել։ Այն հարցը հետևյալն է, դուք գիտեք ինչ պետք է անել, որպեսզի հետո մենք խոսենք նրա մասին, թե ինչպես պետք է դա անել։ Մենք կարող ենք ասենք այս ոլորտում ինչ կարելի է անել։ Մենք դրա համար ասենք համակարգի մեջ ինչ կարելի է։ Ասենք բնականաբար ոլորտում շատ պարզ է ինչ կարելի է անել։ Նախ չի կարելի անել այն ինչ որ արվում է այսօր։ Էլի օրինակներ բերենք երևի որ պարզն է։ Հասկանալի է, բայց ես կուզենայի դուք այդ նայեք ասում եմ, ուրեմն նայեք,
Ով Մայրիտը Հայաստանում աշխատում էր ըստ էության, հա, Մայրիտ եւ շատ այլ ձեռնարկություններ, իրանք աշխատում են մենակ այն պատճառով, որ կար խորհրդային միություն, եկեք դա էլ ընդունենք, էլի, ես քանի որ եղել եմ, մի քիչ տարեկոմ մեծ եմ, 88-ին ես ասեն 3-րդ կուրս էի, էլի, ես մասնակցել եմ ըստ էության ինք աշխատում էր ու շատ ձեռնարկություններ իրանք աշխատում էին այն պատճառով, որ խորհրդային միությունը կար։ Եթե խորհրդամիությունը չլիներ, իրանք Հայաստանում տնտեսապես շահավետ չէին կարող լինել, եկեք դա էլ հասկանանք։ Շատ ձեռնարկություններ, 90% ձեռնարկություններ իրանք չէին կարող լինել տնտեսապես շահավետ։ Իրանք ըստ էության միայն աշխատատեղ ստեղծելու համար էին ստեղծված, եկեք դա էլ հասկանանք։ Տնտեսական հիմնավորված գաղափար չկա, տնտեսական հիմնավորում չկա, դրա համար ու վերջո խորհրդամիությունը քանդվավ, դա էլ եկեք հասկանանք։ Հիմա ատոմակայանով երկու բառով ասեմ։ 25 տարի ծավել անցել ատոմակայանի այն փակելուց հետո վերաբացելուց հետո։ Հիմա ուզում ենք երկրորդ ատոմակայանը սարքենք, չէ՞, դες նախագիծ կա պլանների մեջ, ճիշտ է, $1 միլիարդ թե ինչքան ճարենք։ Իսկ ինչի ոչ մեկը չի մտածում մի հատ արևային մի քանի հատ էլեկտրակայան սա, այդ նույն գումարով որ ատոմակայան ուզում սարքել։ Հասկանալի է, ճիշտ եք ասում, դա հենց այնա ինչի չկա ծրագիրը, ինչի չկա, կարող ասել, ինչի որոշում որ 330 հատ փոքր հետ պետք է կառուցել, բայց ոչ մի հատ արևային էլեկտրակայան պետք չի կառուցել, ոչ մի հատ թորմոէլեկտրակայան պետք չի կառուցել։ Ո՞վ է այդ որոշել։ Եկեք հասկանանք, կամ ո՞վ է որոշել, որ Արարատյան դաշտից օրենքա ջրերը կարելի է օգտագործել ինչքան ուզում ենք։ Ինչ օրինակ բերեմ, որոշել Սևանում կարելի է բերել ձկնաբուծարան բացել։ Ու 50,000 տոննա ձուկ որոշել արտադրել։ Դուք հասկանում եք այդ ինչա։ Այդ նույն եկած այն վիճակին ինչ որ 60-ական ասում ենք թքեցինք էլի բնության վրա, ասենք մենք քեզից բարձր ենք, ինչ ուզենք կանենք, դա չի լինում։ Դա չի լինում, մեզ արտեսան ջրերի ավազանը վերականգնել համարը անհնար անելու։ Ուզում են Սևանի շատ ու բաց թողեն, որովհետեւ այդ իրանց օգտագործածը տեղեկից ձկնաբուծարանների օգտագործածը հերոսնան տեղը, դες ման չի ուժ, դու բնության դերը չես կարող հետ լցնես։ Այդ էլ հատուկ են անում, որովհետեւ Սևանի մատակարարը չբարձրանա իրանց օբյեկտները չմնա տակ, եկեք հասկանանք, էլի բարը իրանց անունները իրականություն։ Ասենք, ուրեմն որ ասեմ, նախնասկան այդ մենք 88-ը հիշելով պետք չի մնաք հիշել նայիք ու ինչը, նայիք ու ատոմակայանը։ Եկեք այդ չհիշենք մնաք։ Մենք հիշենք որ կար ազգային գաղափարախոսություն, կար ազգային գաղափարություն, կար իդեա, որի հետևից ժողովուրդը գնաց։ Մեր ոլորտում ինչ պետք է անել, կարող եմ երկու բառով ասեմ, շատ պարզ մեխանիզմներ կա, շատ պարզ համաշխարհային մեխանիզմներ։ Ինչ որ արդեն վնասել են մեր անխելքության պատճառով, շատ դժվար լինելու վերականգնելը, շատ դժվար լինելու։ Այն պոճամբաները մենք որ Սյունիքում ունենք այսօր, իրաց վերականգնելը կարելի ասել համայնա անհնար է։ Ուրեմն ասեն այն ձևի վնասը հասցրել, որովհետև դու ուղղակի լցրել ես, առանց ոչ մի մեկուսացման, ուղղակի լցրել ես բնության մեջ, ու ինքը անընդհատ ջրերի հետ գնում է։ Ու այդ կൂട്ടակային էֆեկտը որ անընդհատ շատանում է դրանց քանակը։ Մարդկանց առողջության վրա սկզբից չի երևում, բայց 5, 10 20 տարի հետո ոնց որ նա քաջարանում կապանում արդեն այն մագարտակի ասում որ իրանք վախենում են նույնիսկ մոդենան դրան, որովհետև մոդենան լուրջ խնդիրներ կբարձրեն։ Ու ով են այդ կազմակերպությունները էլի իրանք եվրոպական ինչ բաների տակ ստանդարտներով աշխատող, ինչի Հայաստանում այդ ստանդարտներով չեն աշխատում։ Առաջինը պետք է հստակ ստանդարտներ ունի, երկրորդը պետք է ունի ռազմավարական ծրագիր, հանքաշնորհությունը ինչքան է ունելու, ինչ ծավալներով, եւ ուրա գնալու այդ փողերը։ Ինչու մենք չունենք ոչ մի ֆոնդ, հանքաշնորհական ֆոնդ։ Մենք ունենք մոլիբդենի համաշխարհային պաշարների 7%-ը։ Ինչու մենք ֆոնդ չունենք, որի մեջ այսօր ասենք հավաքված լիներ ինչ որ X գումար, ոչ թե 4.5 միլիարդ տարի Հայաստանի վզին, ինչի չունենք։ Ինչու ոչ մեկը չի մտածել դրա մասին։ Ինչի ոչ մի միջոցառում չի արվում։ Մենակ երբ որ դանակ հասնում է ոսկորին, սկսում են ինչ-որ բաներ, ասենց կախվել, չգիտեմ ինչ է, բաներ փնտրում, որ գտնենք լուծումներ, դա չի լինում։ Բնության հետ շատ վտանգավոր է խաղալը։ Սևանի մագարտակը ինչից էսին, դուք ինձ լավ եք հիշում։ Ու ինչ ստացան փոխարեն էս, քանի տարի, 20 տարի ուզում են վերականգնեն, չէ, հենց չի ստացվի։ Մեր հարցը կառնում թե չէ, դες ձկնաբուծարանն հանդարտ որոշեցին անեն։ Այսինքն ճանապարհները կա շատ հեշտ է իրականում։ Միջազգային փորձներ կան, բայց միջազգային փորձից պետք է վերցնել լավը, ոչ թե մենակ վատը։ Այդ է սա հարցը։ Մեր մեջ չգիտես ինչի մենակ վերցնում է այն ինչ որ վատ օրինակները չգիտես ինչի միջազգային փորձից։ Շատ լավ, ես սա հարցը գտամ, հա, համեցեք դիքուս։ Իհարկե շատ լավ է, դեպքում բրիտանացումը, բայց կառավարությունը քրքերը չի կարող խոսել։ Դուք այդ լավ է իրազեկման համար։ Դուք մի քանի անգամ նշեցիք փորձակնություն։ Կոմիսիա։ Չէ, կոմիսիա չի ինքստեցել։ Այդ փորձակնությունից ինչի հիմա վրա եք փորձակնում, ինչ երաշխիք կա, որ դրա փորձակնությունը ձեզ օգուտ կտա։ Իրանք չունեն ինչ որ փաստաթղթեր, որոնք կասեն, որ այս փաստաթղթի համաձայն ես պահանջում եմ այս բանը լինի։
Ունեն, իրականում ունեն, հա։ Այսինքն էկոլոգիական, հանրապետական նորմերը մեր մոտ հաստատքներով ամրագրված են։ Որոշակի մասը ամրագրված են։ Եթե ամրագրված են ու դուք տեսնեք, որ չեն կատարվում, դուք չեք կարող ինել դատախազություն կամ ներքին գործերի նախարարություն, որ չեք կատարում օրենքը։ Դիմել երեքա անցել եք այդ ճանապարհը։ Երեքա վստահ դիմում են, որովհետեւ ի վերջո մերժվել է։ Այսինքն համար։ Եթե նորմալական նորմը չի կատարվում, չէ՞։ Համաձայն եմ դրել, հա։ Դուք իմում եք օրենքի չկատարման ուղղությամբ, որովհետև կրկոտ ֆիրմերաներ լավ է։ Ախր ինչ կրկոտ Սուրիկ Քաչատրյանի տղան մարդ սպանն է, այս օրենքի ազատության մեջ է։ Ինչի մասին է խոսքը, ինչ օրենք, ինչ դատարան, հարգել է։ Նորմալական նորմը չի կատարվում։ Հա, ես օրինակը դերից նորից ասել եմ օրինակը։ Չէ, հաստատալի է գնաց Եվրոպայում դատարան։ Չէ, դատարանը ինչ է տալիս։ Ես 10 տարի տեղ է ինչ որ օրինակ չի լինի, դուք Լոս Անջելես եք գնացել, ու Լոս Անջելեսի մականապես են եղել այդ իրավիճակին, ցեղասպանության մի քիչ տխուր է, բայց անեկդոտային բան է, չէ՞ էլի։ Ուրեմն ցեղասպանությանը նվիրված ինչ որ ֆիլմ էին ցույց տալիս, թե բաներ խոսակցություններ գնում, որտեղ կային դպրոցականներ, որոնք բավականին բարձր տարիքի դպրոցական, ասենք 13-14 տարեկան երեխեք էլ կային, հայեր։ Որոնք առնչություն չեն ունեցել այդ բաների հետ ոչ մի խոր չունեն, հիմա տեսնում են, ուզում են որ ոնց։ Եվ մեկը ասում է, մամա ասում է, իսկ ինչի՞ մենք չեն գնում փոլիս։ Հա։ Այս նոր բանն է գրիկը, այսինքն Չեմ չի իհարկե եթե դուք ցեղասպանությունը իրականացնում եք այս թուրքական իշխանությունի բոլոր մեխանիզմներով, Դիմես։ Հիմա այստեղ ես խնդրում Թուրքին Հայաստանային Եվրոպացիները կեշահագործին նաև։ Հիմա այդ է ուզում, դե համահայկական շարքելու իմաստը, ես ուզում եմ հասկանալ։ Ինչ գուցե էլի մի ամիտ հարց եմ տալիս, բայց ինձ պատկերացված էկոլոգները այսպես ամբողջ աշխարհում իրար հետ բավականին լուրջ ցանց ունեն եւ լուրջ ազդեցություն ունեն ամբողջ աշխարհում։ Եվ ասենք նույն Եվրոպայում էկոլոգիական շարժումը բավականին լուրջ նյութերի վրա է դրված, նրանք կարողանում են ազդել, մարդիկ իրենց պաշտպանում են եւ այլն։ Արդյոք դուք ունեք այլ երկրների կամ համաշխարհային էկոլոգիական կազմակերպությունների աջակցությունը կամ գոնե իրանց մտահոգությունը։ Օրինակ, էլի վատ օրինակ բերեմ, բայց ասենք եթե այստեղ մամուլում ասենք դեր ինչ-որ բան է կատարվում, գուցե ազդեցություն չկա, բայց այնտեղ ասենք օրինակ Freedom House-ը կամ ասենք ինչ-որ լրագրողական համաշխարհային կազմակերպությունները ասում են այ ձեզ մոտ վատ է վիճակը։ Ունենք դուք նման ինչ-որ կապեր։ Տեսեք, մեր կարծիքով խնդիրների լուծումը հենց հայությունից է գալու։ Մենք ենք մեր խնդիրները լուծելու։ Ի վերջո լուծումները մենք պիտի գտնենք։ Հիմա այս պահի դրությամբ տարբեր երկրներում աշխարհի ռենեսանս հայկական վերածնունդ շարժում կա այդպիսի։ Մոտավորապես 8-9 երկրում իրանք արդեն մասնաճյուղեր ունեն։ Երբ որ մենք լոսում ենք, մենք նաև շատ սերտ իրանց հետ ենք համագործակցել։ Ռենեսանսի անդամներից մեկը Սյուզին նաև էստեղ էր, Ամռանը ինքը մեզ հետ եկել է, պոչամբարներ, հանքեր տեսել Գառնի Գեղարդը նայելու փոխարեն։ Այսինքն իրենք sense փոքր բջիջներ են, որոնք աշխարհով մեկ փորձելու են կազմակերպվել, ինքնակազմակերպվել եւ տեղում ինչ որ հարցեր կարողանան բարձրացնել։ Հիմա քննարկում ենք նաեւ դրսից, որպես հայ համայնք, իրենց երկրներում գործող այս միջազգային կազմակերպությունների եւ քրոլիմետներ, դինոգոլներ եւ այլն, ինչպես կարող են իրանք տեղում ազդել սրանց վրա եւ կարողանան պահանջել, որպեսզի իրենց գոնե հռչակած ստանդարտներով աշխատեն Հայաստանում։ Իսկ ինչ վերաբերում է եվրոպական դատարաններին, միջազգային կառույցներին եւ այլն, եկեք չմոռանանք, որ հանքարդյունաբերությունը ինքը շատ լուրջ հիմա այդ բառը օգտագործեմ երևի, մաֆիա է նաեւ։ Եվ այստեղ ոչ միայն փողի խնդիր է, այստեղ նաեւ պաշարների խնդիր է։ Եվ մեծ պետությունները նաև պաշարներն են տանում։ Իրանք մերպես հիմար չեն
Իրանք հասկանում են, որ փող միշտ լինելու է, բայց ոսկին, պղինձը, մոլիբդենը, պաշարները, ջուրը, քաղցրահամ, դրանք մի օր կարող են վերջանալ եւ կուտակում են պաշարները եւ ձևերը արդեն այդքան էական չեն։ Ձևերը այո, քողարկված են շատ սիրուն գուցե բառերի, կազմակերպությունների, եսիմին շարժումների տակ, բայց իրանք պետքա պաշարը եւ իրանք տանում են։ Գնալ ու մոտ, ինչ պահանջեն։ Դրա համար ես կարծում եմ, որ իմ կարծիքն է Հայաստանի հարցերը լուծելու են հայերը իրենց համախմբում։ Նման մոտեցում ունի ինքնուսերը, շուշխայի գաղափարը, ինքը իր սեփական ուժերի վրա ոչ մեկը պետք չի։ Եվ մենք հիշենք, որ ինչ մեկ երկրորդ հիշենք ամենամեծ մարդը խորհրդային միությունը։ Եվ հիշենք, որ ամբողջ խորհրդային միությունը արտասնած սեղանի կողմն է։ Եվ առայսօր գրում են դիսերտացիաներ սեղանի պրոբլեմի մասին, ոչ միայն հայերը։ Այսինքն, այն ժամանակ հաջողվել է բոլորին մոբիլիզացնել։ Միայն հայերի վրա վստահելով հիմնական շեշտերը մասին չէ, իհարկե կան մարդիկ, իհարկե կան, մենք Ամերիկայում ենք հանդիպում, այսինքն հնչյունություն ստացվեց ժամանակ։ Իհարկե։ Հիմա մենք բավականին մեծ քանակությամբ մարդկանց բազա ունենք, որոնք որ կարող են ինչ-որ գործեր անել այդ ձեր ասած ուղղությամբ, ասենք հետազոտություն, որը մինչև հետազոտություն չես ունենում, շատ դժվար է այդ ապացույցները ֆիքսել, որ այս խնդիրը կա, պետք է լուծել լինի, հա։ Մարդիկ ցանկություն հայտնել են, մնում է որպեսզի այդ ամեն ինչը կարգավորվի, համակարգվի, այդ մարդիկ սկսեն այդ գործը, որովհետև Հայաստանում չեն անում այդ խնդիրը, հիմնականում չեն անում։ Շատ կարճ ասեմ, որ այդ բուղերում հանդիպումների ժամանակ լիքը օտարերկրյա ուսանողներ են եղել, ովքեր հայերից առաջ էլ կանգնել են հարց են տվել եւ մտահոգվել են։ Այս ինչ է։ Իհարկե, դրա մասին չի խոսքը, հաստատ։ Իսկ ինչ վերաբերում է դիմել էլի ասում, դիմել դիմում ենք, իրականում դիմում ենք, ես առանցից ես մի ուղղակի պատասխանություն եմ դուք կարտակ, արդեն ձեզ պարզ կլինի, կամ ես կարտամ դուք կլսեք, որ մի ժամանակ ձեր պարզ կլինի։ Շատ ոչ չէ, որտեղ ամերիկան ինքնին է գնում, հա, եկել սրանը ես մի փոքրիկ հարց տամ ձեզ Լիվիա Եվանային, որ հետագա հայերը այս ֆիլմի հետ կապված հիմա ֆիլմը համացանցում է, երևի դուք դիազեկեք շատերը կդիտեն այդ ֆիլմը, կարծում եմ մեր տեխնոլոգիաները թույլ են տալիս, որ ամբողջ աշխարհի հարությունը կարող ունենալ ծանոթանալ, հաջորդ քայլը ինչ է լինելու դեպ կողմից։ Մենք ամեն դեպքում շարունակելու ենք գնալ նաև թվեր, շրջաններ, գոնե առաջիկա մի քանի ամիսը։ Հետո մենք անցնենք արդեն գործնական ավելի ոնց որ Լևոնը անդրադարձավ իր խոսքի մեջ, այլընտրանքային նաև, հա, առաջարկների։ Այսինքն եթե մենք ասում ենք սա չէ, ապա ինչ, այդ ապա ինչը որպես կառուցողական, թեկուզ փոքր բիզնես պլաններով, հա, տեղանքային ժողովրդի հարց լուծելով, այսինքն այնտեղ ոնց որ նշեց Աննան այդ բանը ռենեսանսը, հայկական վերածնունդը, որը սպիրկում այսօր ձևավորվում է, իրանց հետ համագործակցելով, իդեպ մենք այս տարի սա երևի որպես վերջական լավ կհնչի, գոչ արեցինք, որ բոյկոտեն համահայկական հիմնադրամը սպիրկը, եւ ես գրկնել եմ ու ասում ենք, ինչ ենք հիմնավորում դա, որը 22 տարի անց որոշեցին Վարդենիս Քարվաճար Մանտակերտ ճանապարհը վերահսկեն, որ անցնում է հանքերով, այնտեղ հանքեր կա, լիցենզիաներ կա նոր եւ այլն, այսինքն հանքաքարն են ուզում տանը։ Մենք ասենք Սպիրտ ջան, ուզում եք օգնեք, մի տվեք հիմնադրամին, ստեղծեք այլընտրանքային հիմնադրամ ձեր համար, կամ հավաքեք 10 հոգի փող տվեք, մեկ մի քանի հարուստ տարան, չէ՞, եկեք թող ուտեք 10 տուն, եկեք ցանկացած տեղ այլընտրանքային գործ դրեք հայ գյուղացուն, որ հայ գյուղացին դեր գան իր հողին։ Այսօր այդ գյուղացին ջարահատյալ է, ինքը ստիպված է հանքում աշխատում, բոլորն են ստիպված։ Ոչ մեկ ես անձամբ խոստերել եմ շատ տեղեր գյուղացի, ոչ մեկ իր հաջուկով իր պապենական անտառն ու սարը ջրվեժները չի քանդում։ Ստիպված է, թող Սպիրկը համախմբվի այդպիսի, թող վերաբնակեցնեն ազատագրված տարածքները։ Ինչի այդ ճանապարհը հանկարծ որոշեց, որ իրաց համար այդքան մեծ փող չի, 30 միլիոն դոլար է, բայց այ ոնց որ ամենաշատ մաֆիան դա էլ է ուզում համահայկական հիմնադրամի անվան տակ վերադառնի այդ ճանապարհը։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ։ Մենք այդ ճանապարհը